Եկեղեցին երկու մասի է բաժանվում։ Հաղթանակած եկեղեցի եւ պատերազմող եկեղեցի։ Հաղթանակած եկեղեցին այս աշխարհից դուրս եկած առաստված հոգին ավանդած քրիստոնյաների հավաքն է երկնքում։ Պատերազմող եկեղեցին այս երկրի վրա գտնվող դեռևս ապրող, աղոթող, գործող քրիստոնյաների հավաքն է։ Ուրեմն երկու մասից է բաղկացած եկեղեցին։ Եվ ինչպես պատերազմող եկեղեցու մեջ տարբեր աստիճաններ կան սրբակենցաղ այրեր, անապատականներ, միայնակյացներ, կան հոգևորականներ, բարեպաշտ, առաքինի հոգևորականներ, կան հասարակ հավատացյալներ, տես սրանք տարբեր աստիճաններ են, չէ՞։ Ճիշտ այդպիսի աստիճանակարգում էլ երկնքում կա։ Կան սրբակենցաղ սուրբ այրեր, մարգարեներ, վարդապետներ, առաքյալներ, որոնք սրբադասված դուրս եկան այս աշխարհից։ Կան բարեպաշտ առաքինի հոգևորականներ, արդար մարդիկ, որ այս աշխարհից դուրս եկան, բայց սրբադասված չեն, բայց կան նաև հասարակ հավատացյալներ, որոնք այդ կարգի մաքուր արդար դուրս չեկան այս աշխարհից, հավատք ունեին, բարի գործեր ունեին այս աշխարհում, բայց ինչ-ինչ թերություններով, դեպքերի բերումով, խորհրդային շրջանի կամ ուրիշ վատ ծանր ժամանակաշրջանների պատճառով միգուցե չհասցրեցին խոստովանել, չհասցրեցին հաղորդություն ստանալ, չհասցրեցին ապաշխարել, բայց բարի մարդիկ էին, իրենց կյանքում բարի գործեր կատարեցին, բարին էլ կար, բայց թերություններ կար, այս աշխարհից հեռացան, գնացին, վերացան, բնականաբար սուրբերին, արդարներին, մարգարեներին մենք օգնելու կարիք իրենք չունեն, օգնության կարիք չունեն, իրենք են օգնում, մենք սուրբերի բարեխոսությունն ենք խնդրում, բարեխոսությունը ինչ է, միջնորդություն, որպեսզի մեր երկրավոր կյանքում, մեր քրիստոնեական ընթացքում իրենք մեզ օգնական լինեն, որ մեզ օգնեն, մենք էլ հաղթանակած դուրս գանք այս աշխարհին։ Կարող ենք սուրբերի բարեխոսությունը խնդրել նաև մեր ննջեցյալների համար։ Տեսեք, մենք կապ ենք դառնում երկնքից երկիր, երկրից երկինք։ Տեսեք, ինչ կապ է ստեղծում։ Ասում ենք, ով Սուրբ Սարգիս, դու կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, դու երկնային դասերի որ աստիճանում ես, բարձր ես, չէ։ Ես խնդրում ենք, ասում ենք Սուրբ Սարգիս, բարձացավ մեր աղոթքը, ասավ Սուրբ Սարգսին։ Գիտեմ հրեշտակների որ դասերում է Սուրբ Սարգիսը, Գրիգոր Լուսավորիչը ենթադրաբար 4-րդ դասում է, կամ Գրիգոր Լուսավորիչ 4-րդ դասում ես գտնվում։ Քեզնից ցածր 4-րդ դասից ցածր։ Հələ հրեշտակների դասից էլ ցածր երկնքի ներքո, հələ երկինք չեն երել։ Մի մեծ բանակ ունենք, բարի մարդկանց։ Դուք բարձր եք, ձեզ ձեռք մեկնեք, օգնեք, գոնե բարձրացնենք այդ շեմը անցկացնենք, մեղավորների կայանից տեղափոխվեն արդարների կայան, երկնքի ներքո չգտնեն, երկնքի ստորին դասերում գոնե հայտնվեն, էլի։ Տեսեք ինչ հետաքրքիր կապ է ստեղծվում։ Մենք խնդրում ենք, ասում ենք ձեռք մեկնեք, որ իրենք բարձրանան մի քիչ։ Եվ բնականաբար եկեղեցին, այս ինչ որ ես ասում եմ, Սուրբ Գրքի հիմնված, Սուրբ եկեղեցու ավանդության վրա հիմնված հոգեհանգստյան կարգ հաստատեց։ Հոգեհանգստյան կարգը ում համար է։ Այս միջակ արդարների համար է, որոնք արդար են, բայց միջակ արդար են, ամբողջովին արդար չեն, սուրբ չեն, բայց կա մի աստիճան, որ մեղավորների, ուրեմն արդարներ, միջակ արդարներ, դրանց մեջ շատ էական տարբերություն չկա, բայց փոքրիկ տարբերություն կա։ Կան սուրբեր, որ ավելի բարձր են, սուրբեր, արդարներ, միջակ արդարներ եւ մեղավորներ։
հա Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է միջակ արդարների համար օգուտ մեծ կա, երբ որ մենք աղոթում ենք, Աստված է հաստատել, հատկապես Սուրբ Պատարագի խորհուրդը մեղսակավիճ խորհուրդ է։ Պատարագի միջոցով երկինք ու երկիր են միավորվում։ Արդարներ, մարգարեներ, առաքյալները, սուրբերը, ննջեցյալները մի հրաշալի խորհուրդ է կատարվում, երկինք ու երկիր միավորվում են ու մեծ ողորմություններ են լինում։ Մեծ մեղքերի քավություն է լինում։ Դրա համար են եկեղեցու Սուրբ Հայրերը հաստատել 5 անգամ տարվա մեջ գոնե 5 անգամ մեռելոց պատարագ, որպեսզի մենք հիշատակենք մեր ննջեցյալներին, որտեղ այդ օրը իրենց տոնն, իրենց օրն է։ Մենք օրինակ զատիկը նշում ենք ողջերս Քրիստոսի հարության ավետիսը ստանում ենք, հաջորդ օրը փոխանցում ենք Քրիստոսի հարության ավետիսը։ Քրիստոսի տնօրինական խորհուրդները փրկagorցում են 2025 տարի հետո, մինչև օրս։ Մինչև հիմա Քրիստոսի տնօրինական խորհուրդը փրկություն է մարդկանց, մեղքերի քավությունը, հա։ Տարին գոնե 5 անգամ մեռելոց պատարագ, իսկ հնում մարդը մահանում էր 40 օր պատարագ պիտի անեին։ Այո, մեղսակավիճ խորհուրդը պիտի աներ 40 օր պատարագով հոգեհանգիստով հիշում էին։ Քահանա թաղը 7 օր է տևում, 7 օր քահանայի թաղ են անում, միանգամից չեն թաղում քահանային, 7 օր շերտ հողը լցում են, շերտ աղոթք են անում, վերջին օծում են անում քահանային իր եկեղեցական զգեստներով։ Այսինքն այս բոլոր խորհուրդները, որ եկեղեցին հաստատել է, հզոր միջոցներ են, զորավոր զենքեր են մեր միջակ արդարներին դարձնելու արդար, օգնելու իրենց, որ կանգնեն։ Իհարկե ամեն ինչի որոշումը վճիռը Տիրոջ ձեռքին է, ինքն է ողորմում, ինքն է գթառատ մարդասեր, բայց լսում է մեր աղոթքները եւ տալիս է հնարավորություն առիթ, որ մենք էլ մասնակցենք Աստծո ողորմությանը։ Մեր աղոթքներով մենք մասնակից ենք լինում Տիրոջ ողորմությանը, գթառատությանը։ Բայց որ մարդկանց համար անիմաստ է աղոթքը, ոչ մի օգիտ չի տալիս։ Բուն, մեղավոր եւ չար մարդկանց, հա։ Ինչքան էլ հոգեհանգիստ անես, ինչ աղոթք անես, ինչքան էլ ողորմություն տաս աղքատներին, ոչ մի կերպ իրանց օգուտ չի լինելու, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հա։ Օրինակ ինչպես ենք մենք մարդու համար աղոթում կամ ինչպես ենք մարդուն հիշատակում։ Հիշում ենք իր կատարածները, իր բարի գործերը, իր բարի հիշատակը մեր մեջ ցանկություն է առաջանում։ Մեր այդ հիշելը իրա արդեն աղոթքը։ Եվ եթե հիշելով աղոթենք, կրկնակի աղոթք է։ Այսինքն մենք մեր երախտավորներին, մեր ծնողներին, մեր անցավորներին հիշում ենք։ Ոնց կարող ենք չհիշել, որտեվ իրանցից շատ բան ենք մենք ժառանգել, իրանցից շատ բան ենք զգացել, տեսել։ Երբ որ դու հիշում ես, արտասվում ես, աղոթում ես եւ հատկապես հոգեհանգստյան կարգ ես անում, եկեղեցական խորհուրդ ես կատարում, մեծ օգնուտ է։ Վարդան Այգեկցին ասում է, մինչև 7 սերունդ ննջեցյալները սպասում են, որ իրենց շարավիղից մի հավատացյալ քրիստոնյա եւ հատկապես հոգեորական ծնվի, որ իրենց համար աղոթի, մինչև 7 սերունդ, բայց հələ տեսեք մենք մինչև 3-րդ սերունդ չենք հիշում։ Մեր տատին, պապին հիշենք, կարծեմ թե դրանցից ավել չենք էլ իմանում ով էին եղել, ինչ էին եղել։ Բայց մինչև 7 սերունդ իրենք սպասում են, դե 7 սերունդից հետո արդեն մոռացվում են, արդեն չես էլ իմանում։ Դա համար շատերը սիրում են իրենց տոհմածառը գրել, նկարել, իմանալ, ճանաչել, հետաքրքրվել, հա։ Այդ ներքին մղում կա, չէ՞, ամեն մարդու մեջ իր ակունքները գնա, բայց ինչի՞ց է այդ ներքին մղումը։ Որ հիշի, ճանաչի, ընտրի եւ Աստված է կարծես դնում այդ ներքին մղումը, որ յուրաքանչյուր մարդ միշտ վերադառնում է դեպի իր ակունքները, որպեսզի նրանց համար էլ աղոթի,
Նրանք էլ աղոթքի կարիք ունեն, բայց եթե դու չես ճանաչում, ինչպես աղոթես։ Կարծեմ թե յուրաքանչյուր մարդու պապերի, տատերի պատմություն կա։ Իրական հայրենասեր, ընտանասեր, իր ազգը, իր ազգատոհը սիրող մարդը փնտրում է, գտնում է եւ աղոթում է իրենց համար։ Ամեն